տեսեք իմ ձեռքին պաստառ է, որ արդարադատությունը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդար, որովհետև Հայաստանը այսօր Եվրոպական միությունը շատ լավ գիտի, որ կալանքների առումով ռեկորդակիր է եւ Հայաստանը գոնե այդ առումով մնացած բոլոր երկրներից տարբերվում է։ Մենք այսօր ունենք հարյուրավոր կալանավորվածներ, հատկապես ընտրություններից նախորդող եւ հետընտրական շրջանում։ Ես այսօր այստեղ եմ ուզում եմ շնորհավորել Արեգնազ Մանուկյանի դստեր ծննդյան տարեդարձը եւ ուզում եմ մինչեւ Եվրոմիությանը դիմելը ուզում եմ ասել ձեզ, որ ես Արեգնազ Մանուկյանի հետ աշխատել եմ 8-9 տարի եւ ժամանակին, երբ որ Նիկոլ Փաշինյանը դատապարտված էր, այդ ժամանակ Արեգնազ Մանուկյանը եւս մայր էր եւ ինքը անձամբ էր նախաձեռնում գնալ Նիկոլ Փաշինյանի կնոջ ասուլիսները, որ շատ քիչ թվով կամ չէր լուսաբանվում, գնար լուսաբաներ, որովհետև ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը անչափահաս երեխաների հայր է, Նիկոլ Փաշինյանին սպասում են իր երեխաները։ Ուզում եմ այստեղից նախ դիմել Նիկոլ Փաշինյանին ասել, որ Նիկոլ Փաշինյան, դուք բարոյական պարտք ունեք Արեգնազ Մանուկյանի եւ բոլոր այն կալանավորների, նախ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ եւ բոլոր այն կալանավորների, որոնց երեխաները սպասում են իրենց տանը, իրենց զավակներին։ Ալիկ Ալեքսանյանը, մյուսները, հարյուրավորներ են, ես չթվարկեմ, դուք ինձանից լավ գիտեք։ Ես այսօր այստեղ խորհրդանշական տորթով եմ եկել, որովհետև Արեգնազ Մանուկյանը շատ այսպես խիստ պատիժ է կրում, զրկված է իր երեխային տեսակցելու հնարավորությունից, թեպետ քիչ առաջ ասացին, որ այսօր հնարավորություն է տրվել, որ տեսակցի իր փոքրիկ աղջկան, որի ծննդյան տարեդարձն է, բայց ես ուզում եմ ասել, որ այս տորթը ինքը իր մեջ կա շատ սպասում երեխաների, շատ ու շատ երեխաներ կան, որոնց մասին մենք չենք բարձրաձայնում, բայց այդ երեխաները սպասում են իրենց հայրիկներին, իրենց պապիկներին, որոնք ուղակի կալանավայրերում են ամիսներով եւ հետո հանկարծ տեսնում ես 2 տարի տանել բերելուց հետո արդարացում են, բայց այդ սպասումը արժե կյանք, դրա հետևում կան ընտանիքներ, երեխաներ։ Հիմա ԵՄ գրասենյակը թերևս այն ամենաառաջատար գրասենյակներից մեկն է մարդու իրավունքների, երեխաների իրավունքների պաշտպանության, որ խոսում է։ Ես ուզում եմ հիմա դիմել ԵՄ գրասենյակին եւ ասել, արդյոք դուք չեք տեսնում, թե ինչ է կատարվում Հայաստանում արդարադատության ոլորտում։ Մենք ունենք հարյուրավոր կալանավորներ, որոնց անմեղությունը կամ մեղավորությունը դեռ պիտի ճանաչի դատարանը, բայց մենք ստիպված ենք այդ մարդկանց ամենադաժան իրավիճակի մեջ տեսնելու։ Հիմա ԵՄ գրասենյակը, որ այդ հայտարարությունները պուպուշ-պուպուշանում է, ինչ է, արդյոք չի տեսնում, որ իր հայտարարությունները գոնե Հայաստանում կյանքի չեն կոչվում։ Ժողովրդավարություն ըստ կալանավորվում է։ Մենք ժողովրդավարություն չունենք նախ, Անի ջան, որ Անի ջան, ձեր դեպքում ինչքան է եղել, ինչքան են ձեզ խոշտանգել, Աննա Հակոբյանը խոսում է, ձեզ ինչքան են խոշտանգել, կա որևէ վճիռ, որի օգուտ ձեզ կատարվել է, չկա, մենք բոլորին ենք, չէ՞ տեսնում այսօր այդ իրավիճակում։ Հիմա ԵՄ գրասենյակին հորդորում եմ, կոչ եմ անում բացել իրենց աչքերը եւ իրենց այդ գրավոր թղթերի մեջ արված բոլոր հայտարարությունները կյանքի կոչել։ Եթե Հայաստանը իրենց համար որփի գլուխ է, իրենք ինչպես ուզեն այդ արդարադատության այդ խնդիրները կարող են թաքցնել իրենց մեջ, մենք դա չենք ուզում տեսնել այդպես եւ ԵՄ գրասենյակին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանի արդարադատության այս խայտառակ իրավիճակը շտկելու համար։ Հիմա այս տորթը Ես այս տորթը հիմա մոմերը անպայման կվառեմ, կդնեմ ընթացքում, բոլորս կմոտենանք, կդնեմ ԵՄ գրասենյակի մոտ, թող գան փչեն այս մոմերը ու հասկանան մենք ինչ ենք սա անում։ Չենք կտրելու, այսպես թողնելու ենք։ Թող գան իրենք տանեն, իրենց տեսնեն, էլի, այստեղ տեսեք երեխայի նկար է։ Աղջիկ, տղա, կարևոր չէ։ Երեխաներ կան, որոնք սպասում են իրենց ծնողներին։ Տիկին Փոստանջան